աշակերտներ, մենք գիտենք, որ դուք անցկացնելու եք նախագծային աշխատանք Հայաստանի պատմությունը առարկայի շրջանակներում և ձեր թեման է Բաղրատունյաց Հայաստանի թագավորությունը։ Եվ այժմ մենք բոլորը միասին կգրանցվենք աշխարհացույց կրթական հարթակում, որի ընթացքում ձեր նախագծային աշխատանքի ընթացքի նյութերը արդեն կարող եք ավելի հեշտ և ավելի արագ տարբերակով վերցնել աշխարհացույց կրթական հարթակից։ Իսկ ինչպես գրանցվել աշխարհացույց կրթական հարթակում։ Առաջին հերթին Google-ի որոնման բաժնում գրում ենք աշխարհացույց կրթական հարթակ, այնուհետև արդեն կբացի աշխարհացույց կրթական հարթակը և մուտք գործելով կպահանջվի մեզնից էլեկտրոնային փոստ և Գրանցման էջում սեղմում ենք գրանցվել կոճակը և սկսում ենք լրացնել մեր անձնական տվյալները։ Գերադասելի հեռախոսահամարով գրանցվելը, որտեղ այն շատ ավելի հեշտ է ստացվում։ Այնուհետև լրացնում ենք անունը, ազգանունը, նշում, որ աշակերտ ենք, մեզ համար ստեղծում գաղտնաբար, կրկնում գաղտնաբարը ու տալիս համաձայնություն։ Գրանցումն ավարտելուց հետո ընտրում ենք առարկան, հայոց պատմություն, դասարանը 7-րդ, Թեման Բաղրատունյաց թագավորությունը և մեզ նախընտրած դար։ Այնուհետև բացելով ձախ կողմի պատուհանը կտեսնենք ևս մի քանի պատուհաններ, որոնցից օրինակ առաջինը գործիչների մասին է, երկրորդը իրադարձությունների, երրորդը տեղանքի։ Օրինակ ընտրելով գործիչների պատուհանը, մենք ընտրենք Աշոտ երկրորդ երկաթը և այստեղ տեսնում ենք հավելյալ տեղեկություններ, սեղմելով ավելին, մենք ունենում ենք տեղեկություններ Աշոտ երկրորդ երկաթի մասին։ Կամ կարող ենք ընտրել այս պատուհանը և տեղեկություններ ստանալ մեզ հետաքրքրող վայրերի մասին։ Օրինակ այս անգամ կընտրենք Անիի բերդը